Բարի երեկո, եթերում ABC լուրերի գլխավոր թողարկումն է, ես Գառնի Թաֆյանն եմ և հիմա կներկայացնեմ օրվա գլխավոր իրադարձությունները Հայաստանից և աշխարհից։ Հայաստանի հետ սահմանի թուրքական Ալիջան անցակետում սկսել են բացման նախապատրաստական աշխատանքները։ Թուրքական մամուլը հայտնում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև 44-օրյա պատերազմից հետո խաղաղության պայմանագրի ստորագրումը նպաստել է տարածաշրջանային կարգավորման գործընթացին, որի գործնական քայլերից մեկը դարձել է անցած շաբաթ Ադրբեջանի Հայաստան վառելիքի մատակարարումը որպես առաջին առևտրային նախաձեռնություն։ Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական շփումների առաջընթացի պայմանում Ալիջանի անցակետում իրականացվող աշխատանքները նպատակ ունեն անցակետը սկզբնական փուլում բացել բեռնափոխադրումների համար, մարգարայի կամրջով, իսկ հետագայում նաև ուղևորափոխադրումների համար։ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն էլ հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի շինարարությունը շարունակում են արագացված տեմպերով։ Ասադովը նշել է, որ սկզբնական փուլում այս երկաթուղին 15 միլիոն տոննա բեռնատարողությամբ կդառնա միջին միջանցքի գլխավոր զարկերակը։ Այս երկաթուղին Զանգեզուրի միջանցքի մի մասն է։ Երթուղին կծառայի ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Թուրքիային, նաև այլ երկրների, ասել է Ասադովը։ Իսկ ադրբեջանական բենզինը վաղվանից արդեն կվաճառվի Run Oil-ի բենզալցակայաններում, գրել է Ազատություն ռադիոկայանը։ Ադրբեջանական բենզինը գնաց Megatrade ընկերության տնօրեն Կարեն Հայրյանը Ազատությանը փոխանցել է, որ AE95 պրեմիում տեսակի բենզինը կվաճառեն 440 դրամով։ Հայրյանը շեշտել է, որ պրեմիում տեսակի բենզինի ներկայիս շուկայական գինը 520 դրամ է։ Megatrade-ը մտնում է Seal Capital-ի մեջ, որը պատկանում է իշխանական падգամավոր Խաչատուր Սուքեսյանի ընտանիքին։ Ընկերությունը գնել է մոտ 600 տոննա պրեմիում տեսակի ադրբեջանական բենզին, ընդ որում Megatrade-ը ոչ թե ներկրել է բենզինն Ադրբեջանից, այլ այն գնել է վառելիքի մեծածախ վերավաճառքով զբաղվող թրեյդինգային ընկերությունից, որի անունը չեն հրապարակում։ Արձագանքելով ընկերության հասցեին հնչող քննադատություններին, թե ադրբեջանական բենզին գնելով և Հայաստանում վաճառելով հարստացնում են թշնամուն և զինում նրա բանակը, Կարեն Հայրյանն ասել է, ինքը ոչ թե քաղաքականությամբ, այլ բիզնեսով է զբաղվում։ Զուգահեռ Հայաստանում 2026 թվականին տեղի կունենա խաղաղության խաչմերուկ խորագրով ներդրումային գագաթնաժողով։ Եգիպտոսի գյուղատնտեսության նախարար Ալա Ֆարուկի հետ հանդիպման ժամանակ ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Պապոյանը Եգիպտոսի գյուղատնտեսության նախարարին հրավիրել է մասնակցելու այդ ներդրումային գագաթնաժողովին։ Միացյալ Նահանգներում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը և Խազար Իբրահիմը մասնակցել են Թրամփի երթուղի նախաձեռնությանը նվիրված կլոր սեղանի քննարկմանը, հաղորդել է Միացյալ Նահանգներ Ադրբեջան առևտրի պալատը։ Քննարկել են TRIP նախաձեռնության դերը տարածաշրջանային կապերի ամրապնդման և միջին միջանցքի երկայնքով Միացյալ Նահանգների կայուն տնտեսական ներկայության հաստատման գործում։ Ըստ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանի TRIP նախաձեռնությունը շոշափելի արդյունք կբերի Հարավային Կովկասին, Կենտրոնական Ասիային և այլ տարածաշրջանների։ Ես ողջունում եմ մեր ադրբեջանցի գործընկերների հետ կառուցողական գործակցությունը և այն փաստը, որ քննարկումները շարժվում են դեպի կոնկրետ զարգացման նախագծեր։ Նման գործնական գործակցությունը կարևոր է շոշափելի տնտեսական և սոցիալական արդյունքների համար։ Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպանն էլ ասել է, որ այս տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած առաջնորդների գագաթնաժողովը պատմական դեր է խաղացել տարածաշրջանային խաղաղության գործընթացի առաջխաղացման գործում։ Ադրբեջանը վաղուց է առաջ մղում կապի և գործակցության սկզբունքները, հաստատելով ամուր գործընկերային հարաբերություններ Թուրքիայի, Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ։ TRIP նախագծի որպես միջին միջանցքի հիմնական բաղադրիչի հաջողությունն ապահովելը կարևոր է։ Սակայն ինչքան մոտիկ ու շոշափելի է թվում խաղաղությունը, նույնքան էլ մոտ է այդ ամենից բխող ռեալ ռիսկերը, որոնք չեն կորչում ոչ բենզինի ցիստերների մեջ, ոչ էլ ցորենի պարկերի։ Դրանք իրական վտանգներ են, որոնք պարբերաբար արձանագրում է փորձագիտական դաշտը, դրանց մասին խոսում Սփյուռքի համայնքները։ Կոնգրեսի անդամների երկկուսակցական խումբը ներկայացրել է Հայաստանի անվտանգության գործընկերության մասին օրենքը, որը նպատակ ունի ամրապնդել Միացյալ Նահանգների քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, միաժամանակ պատասխանատվության ենթարկելով Ադրբեջանին շարունակական ագրեսիայի և մարդու իրավունքների լուրջ խախտումների համար, հայտնել է Հոյդա Հայդատի հանձնախումբը։ Օրինագիծը ներկայացրել են կոնգրեսականներ Գաս Բիլիրակիսը և Ֆրենկ Փալոնը, որոնց միացել են Դեյվ Մինը, Ջան Շակովսկին, Բրեդ Շերմանը, Գեյբ Ամոն, Դեյվիդ Վալադաուն և Քրիս Սմիթը։
Եթե նախագահը չկարողանա նման հավաստիացում ապահովել, օրինագիծը պարտադրում է Միացյալ Նահանգների Հայաստանին տրամադրած անվտանգության օգնության համապարփակ վերանայում, երկարաժամկետ պաշտպանական կարիքները եւ Ադրբեջանի ներկայացրած շարունակական սպառնալիքը գնահատելու համար։ Այն նաև կարգելի ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ բաժնի չեղյալ հայտարարելու վերալիազորումը, այդպիսով կիրառելով Միացյալ Նահանգների Ադրբեջանին տրամադրած օգնության եղած սահմանափակումները։ Խաղաղության մասին չէ Բաքվի ցույց տված վիճակագրությունը։ 2025-ին այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքը միջազգային կազմակերպություններին եւ դրանց ղեկավարներին ուղարկել է 119 դիմում, հայտարարել է հորինված համայնքի վարչության նախագահը։ Նրա խոսքով 78 հանդիպում է տեղի ունեցել տարբեր արտասահմանցի ներկայացուցիչների հետ։ Խոսել գոյություն չունեցող իրավունքների մասին, անտեսելով միջազգայինորեն հաստատվածները։ Բաքուն փակել է արցախցիների վերադարձի հարցը, իսկ պաշտոնական Երևանը այն դարձրել է բանակցային գործիք, զիջում, զիջման դիմաց սկզբունքով։ Մինչ Ադրբեջանն ու գործող իշխանությունը բանակցում են, որոշում, զիջում, գծում ու զատում, առանձին կառույցներն են զբաղվում արցախցիների իրավունքների վերաբերյալ հարցերով։ Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամը շարունակում է մշակել Արցախ հավաքական տունդարձի ծրագիրը։ Այս անգամ մեկ հարկի տակ էին հավաքվել տարբեր մասնագիտական խմբերի արցախցիները։ Քննարկմանը ներկա է եղել իմ գործընկեր Անիա Բաղյանը։ Տարբեր մասնագետներ Genesis Armenia-ում մեկ հարցի շուրջ էին հավաքվել, քննարկել են Արցախ հավաքական վերադարձի թեման։ Առաջին անգամ ենք նման խումբ ձևավորում, ասել է Արմեն Սարգսյանը։ 3 տարիքային տարբերությամբ մարդկանց հետ հանդիպել, մասնագիտական առումով տարբեր մասնագիտությունների մարդկանց հետ հանդիպել եւ հետաքրիր է նույն կլոր սեղանի շուրջը այդ 3 սերունդները ինչպես են արձագանքում նույն հարցերի, բոլորը միասին։ Սա է այդ առանձնահատկությունը։ Եթե մի քանի ամիս առաջ Արցախ հավաքական վերադարձի վերաբերյալ ոչինչ չէր անում Հայաստանի գործող իշխանությունը, հիմա ակնհայտ վերադարձի դեմ է գործում, նշում է պատմաբանը։ Ասում են, հավասարության նշան դնելով Արցախ հավաքական վերադարձի եւ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի վերադարձի հարցերի միջև Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացնում արցախցիների անունից, ինչի իրավունքը չունի։ Արցախցիների վերադարձի իրավունքը դա արցախցիների իրավունքն է, բնական իրավունք է դա եւ ոչ ոք բացի արցախցիներից իրավունք չունի բացելու կամ փակելու այդ էջը։ ՀՀԿ Միսկի խմբի լուծարումը եւս հավաքական վերադարձի եւ Արցախի հարցի կարգավորման դեմ եղավ, նշում է պատմաբանը։ Վերադարձին խանգարող շարքը թվարկելուց հետո զրուցակիցս նշում է, կարևորը արցախցիների վերադարձի ցանկությունն է, որը կարող է նախադրյալներ ստեղծել իրավունքն իրացնելու հարցում։ Եթե Մինսկի խումբը փակվել է, այո, դա մեծ հարված է, բայց դա չի նշանակում, որ չի կարող ստեղծվել մի ուրիշ ավելի զորեղ կառույց, որը կարող է նման բան։ Ամեն դեպքում մենք պետք է այդ մտքից երբեք հեռու չկանգնենք։ Թուրքագետ Ալբերտ Օհանյանը կարծում է, Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ ուժը հաշվի առնելով, հավաքական վերադարձի հարցը պետք է քննարկել գերտերությունների հետ, տարածաշրջանային եւ ոչ միայն։ Մի քանի պետություններ, օրինակ Ռուսաստան, Իրան, թեկուզ ԱՄՆ-ը որպես թիվ 1 գերտերություն պետք է կարողանան ապահովել լինեն խաղապազորքեր, այսպես ասած, եւ ապահովեն հայ բնակչության անվտանգությունը Արցախում, պաշտպանելու նրանց թե կյանքի իրավունքը, թե գույքի իրավունքը, բոլոր իրավունքները պետք է պաշտպանված լինեն տարբեր կազմակերպությունների կողմից։ Բացի մասնագիտական տարբերությունից Genesis-ի հարկի տակ հավաքված խումբը տարբերվում էր նաև տարիքով, երիտասարդներն ավելի համարձակ առաջարկներով էին հանդես գալիս, ինչը հավասարակշռում էր ավագ սերնդի ռիսկերն ու հնարավորությունները դատելու փորձից։ Քննարկումը տևեց 2 ժամ, մշակվող ռազմավարության էջերը համալրվեցին նոր առաջարկներով։ Անիա Բաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Խաղաղության երաշխիք չէ անգամ Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթուղթը։ Դա են հայտարարում փորձագետները, պաշտոնական Երևանն ու Բաքուն ոչ ուղիղ տեքստով։ Իդեպ հակամարտության հնարավոր սրման մասին խոսում են նաև միջազգային պարբերականները։ Ըստ էկոնոմիստի, չնայած խաղաղության սկսված արշավի, հարաբերությունները բավականին փխրուն են։ Մանրամասները ռեպորտաժում։ Հայ-ադրբեջանական հարաբերությունները 2026-ին կսրվեն։ Էկոնոմիստ պարբերականը 2026 թվականի համար աշխարհում առանձնացրել է 21 կոնֆլիկտային օջախ։ Պասիվ, բայց լարված օջախների շարքում հայտնվել է նաև մեր տարածաշրջանը։ Չնայած խաղաղ գործընթացի մասին պաշտոնական հայտարարություններին, հայ-ադրբեջանական հարաբերություններում շարունակում են չլուծված հարցեր մնալ։ Ինչքան էլ կողմերը շարժվել են դեպի ինչ-որ խաղաղություն, դեռ դա մենք չենք հասել, չի ստորագրվել խաղաղության պայմանագիր,
ահագին հարցեր կան, որ վերջնական լուծում չեն ստացել, նույն օրինակի համար trip-ի հետ կապված, ճանապարհի հետ կապված, որ պետք է անցնի, Հայ-ադրբեջանական հարաբերություններում կա լարվածություն եւ պարբերականը արձանագրել է այդ լարվածությունը, ասում է քաղաքագետ Արմեն Մանվելյանը։ Էկոնոմիստը որպես չեզոք դիտորդ հաշվի է առել ուժերի անհավասարակշռությունը։ Հայաստանը սառեցնում է հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, կրճատում պարտադիր զինծառայության ժամկետը, այդ ընթացքում Ադրբեջանը շարունակում է ընդլայնել իր ռազմական ներուժը տարբեր ուղղություններով։ Ադրբեջան շարունակաբար զինվում է, ամենից շփոթ որ դեպի Ադրբեջան զենքի հերթական պարտեն չգնա կամ Թուրքիայից կամ Իսրայելից կամ եվրոպական որոշ երկրից։ Պլյուս դրան էկոնոմիստները հաշվի առնում են բացը, որ Ադրբեջանի տարածքում անընդհատ զորավարժություններ են տեղի ունենում։ Մի զորավարժությունը փոխարինում է մյուսի։ Մինչ հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունը միջազգային հեղինակավոր հարթակներում ներառվելիս հաշվի են առնվում երկու երկրների ռազմական ներուժն ու ձեռքբերումները, ադրբեջանագետը հնարավոր սրացումները կապում է ներքաղաքական զարգացումների եւ Ադրբեջանի շահերի հետ։ Դա լինելու է Նիկոլ Փաշինյանի, Իսատար Նիկոլ Փաշինյանի, որ եթե դուք Նիկոլին չընտրեք, ապա լինելու է պատերազմ, զոհեր եւ այլ եւ այլ։ Այսինքն Ալիևը դրանով պատժ կանելու Նիկոլին հունիսի ընտրություններին։ Ադիբեկյանի կարծիքով ներքաղաքական գործոններից բացի այս համատեքստում կարևոր դեր է խաղում նաև Թուրքիայի առկայությունը։ Անդրկասպյան գազատարի կառուցումով Ադրբեջանի հետ ռազմական անվտանգության պայմանագրի երկարաձգումով Թուրքիան բացահայտ ընդգծում է իր աջակցությունը Ադրբեջանին։ Թուրքիան փորձում է ցույց տալ, որ ցանկացած ճակատավոր Ադրբեջանի դեմ ուղղված քայլերը բերելու են Թուրքիայի միջամտությանը։ Քաղաքագետ Արմեն Մանվելյանն էլ մատնանշում է տարածաշրջանում ուժերի կուտակումը, հատկապես Ադրբեջանի ռազմական ակտիվությունը։ Զինտեխնիկայի մատակարարումներ, մշտական զորավարժություններ եւ կոշտ հռետորաբանություն։ Այս ամենը ըստ փորձագետի չեն վրիպել պարբերականի վերլուծաբանների աչքից։ Էկոնոմիստները կանխատեսում այլ նշել են օջախները, որտեղ կան լարվածություն, իսկ որ հայ-ադրբեջանական հարաբերություններում կան լարվածություն, սա փաստ է։ Ընդհանրապես էկոնոմիստը այդ փաստն շատ պարզ կերպով մատնանշել, անկախ այսօրվա Հայաստանում գործող քաղաքական ռեժիմի կեղծ ու սուտ հայտարարություններից, իբրև մենք խաղաղության Էկոնոմիստի եզրակացությունը ըստ մասնագետների ոչ թե սենսացիա է, այլ սառը արձանագրում այն իրականության, որ տարածաշրջանային լարվածությունը շարունակում է պահպանվել, հետևաբար ցանկացած նմանատիպ ռազմական լարվածություն վաղ թե ուշ կարող է վերածվել բախման։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է հետ կանչել աշխարհի մոտ 30 երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպաններին ու բարձրաստիճան դիվանագետներին։ Այդ դեսպանների շարքում է նաև Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը։ Հիշեցնեմ, որ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քվինը Երևան է ժամանել 2023 թվականի փետրվարի 16-ին։ Նա Հայաստանում Միացյալ Նահանգների 10-րդ դեսպանն է։ Ըստ Associated Press-ի, Թրամփն այս քայլով ցանկանում է արտերկրում ունենալ դիվանագետների, որոնք լիարժեքորեն աջակցում են իր ամերիկան առաջինը օրակարգին։ Իսկ այս ամենի ֆոնին Թուրքիան ուզում է ձեռքերը հասցնել Հայաստանի ներհասարակական կյանք, մասնավորապես հայ առաքելական եկեղեցի։ Առիթն էլ գործող իշխանության սկսած արշավն է։ Թուրքական երկու խոշորագույն լրատվամիջոցներից Aydın Լքը եւ Soycun դեկտեմբերի 19-ին եւ 20-ին Հայաստանի մասին ծավալուն հոդված են հրապարակել, շեշտելով, որ Թուրքիան վերջնականապես փորձում է հաստատել Հայաստանի վրա հսկողություն, այդ թվում նշանակել ամենայն հայոց կաթողիկոսին։ 5 միլիոն հետևորդ ունեցող Aydın Լքը մասնավորապես գրել է, որ Թուրքիան կանգնած է Աթաթուրքից ի վեր իր ամենամեծ արտաքին քաղաքականության հաղթանակի շեմին։ Նախագահ Էրդողանը մոտ է Հայաստանի հետ անմիջական մերձեցման վերջին խոչընդոտը վերացնելուն։ Ըստ պարբերականի այդ խոչընդոտը Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսն է։ Նրա հեռացումը Հայաստանը կվերածի Թուրքիային բարեկամ երկրի, իսկ Երևանի աշխարհիկ կառավարությունը չի դիմադրի Անկարայի պահանջներին։ Թուրքիայում հայոց եկեղեցու առաջնորդ Սահակ պատրիարքի թեկնածությունն են քննարկում, իսկ ահա թուրքական մյուս մեծ լրատվականը Soycun գրել է, որ միակ կառույցը, որը Հայաստանի նույնիսկ սահմանափակ անկախության զգացողություն է հաղորդում, հայ առաքելական եկեղեցին է։ Վերլուծությունն ավարտվում է այն պնդմամբ, որ անկախ նրանից, թե որ թեկնածուն կընտրվի, Թուրքիան վճռորոշ վերահսկողություն կստանա Հայաստանում։ Թեման իմ գործընկերն է ուսումնասիրել, որի ռեպորտաժը կարող եք դիտել մեր ամփոփիչ թողարկմանը։
Կաթողիկոսի եղբոր Եզրասի Սրբազանի մասին հրապարակված փաստաթուղթը, որը իբր ազգային անվտանգության ծառայությունն է տրամադրել, շարունակում է մնալ օրակարգում։ Մինչ ԱԱԾ-ն լռում է հրապարակված փաստաթղթի իրական լինել կամ չլինելու մասին, ընդդիմադիրները պնդում են, որ այն կեղծ է ու կետ առ կետ հիմնավորում իրենց պնդումը։ Հիմնավորումներից մեկը լեզուն է։ Բոլորը միաբերան պնդում են, որ KGB կոչվող կառույցը փաստաթղթերը լրացնում է ռուսերեն։ Օրինակ, ազգային ժողովի падգամավոր Գեգամ Մանուկյանը նույնիսկ իր անձնական փաստաթղթերն է ցույց տվել մեր նկարանող խմբին, որտեղ մանրամասն գրված է, թե ինչպես է ինքը ազատվել KGB բանտից 1997 թվականին եւ այդ փաստաթուղթը լրացված է ռուսերեն։ Կեղծում է ԱԱԾ-ն, թե իշխանական լրատվամիջոցները, մանրամասները Սեդամակարյանի ռեպորտաժում։ 97 թվականի ապրիլին դուրս եմ եկել KGB-ի բանտից։ Ու 97 թիվ, Հայաստանը արդեն 7 տարի անկախ էր, բայց տեսեք, նույնիսկ այդ ժամանակ դեռ ռուսերեն բլանկով էր։ Ազգային անվտանգության ծառայության կողմից հրապարակված, իսկ իշխանության կողմից շրջանառվող փաստաթուղթը, ըստ որի Եզրաս Սրբազանը ներկայացնում է որպես գործակալ, ընդդիմադիրները կեղծ են համարում։ Ազգային ժողովի падգամավոր Գեգամ Մանուկյանը ներկայացնում է այդ պնդման հիմնավորումները։ Սա Լատվիայում հավաքագրման փաստաթուղթն է, դեռ խամրած գույնն է, գրեթե նույն տարի թիվն է, 82 թվական, սա 83 թվական, նույն խամրած Եվ սա էլ իբր թե 86-ին թվագրված։ Ընդդիմությունը որպես օրինակ ներկայացնում է Լատվիան, նախկին խորհրդային պետություն, որն այսօր հայտնի է իր հակառուսական դիրքորոշմամբ եւ որը նույնիսկ խորհրդային տարիներին խիստ հետեւողական է եղել սեփական լեզվի կիրառման հարցում։ Որ կեղծա միանշանակ է, որովհետև դա շատ լավ գիտեմ, մինչև 93 թիվը ոչ մի թղթաբանություն հայերեն չի եղել, բանում ԱԱՑ-ում, այդ թղթաբանությունը փոխվեց հայերենի Դավիթ Շանազարյանի նշանակումից հետո, հենց Դավիթ Շանազարյանի կողմից։ Ըստ ընդդիմադիրների հրապարակված փաստաթղթում առաջին կասկածելի հանգամանքը լեզուն է, երկրորդը KGB-ի այն ժամանակվա նախագահ Վիկտոր Չեբրիկովի կողմից պարտադրված բլանկի ձևաչափը։ Օրիգինալ փաստաթղթերի հետ համեմատության արդյունքում նրանց խոսքով ակնհայտ տարբերություններ են ի հայտ գալիս։ Պատգամավորները նշում են, նման մեկ էջանոց թուղթն ինքնին որևէ արժեք չունի, եթե բացակայում են գործի ընթացքին վերաբերող հավելվածները եւ այլ փաստաթղթեր։ Այստեղ որ գրել են հույժ գաղտնի կոդ Լավ, էսի եթե ես համարեմ, որ պաշտոնական թուղթ, որը KGB-ում է եղել 86-ի արխիվից, այստեղ կոդ պետք է լիներ, ուր է այդ կոդը։ Երևի գլխներին զոր չեն տվել մի կոդ գրեն, օրինակ լատվիացիների մոտ կոդը 3 գիծ 325 Միաժամանակ հիշեցնում են, որ KGB կոչված կառույցն այլևս գոյություն չունի, իսկ դրա իրավահաջորդը Ռուսաստանի Դաշնության անվտանգության ծառայությունն է։ Ընդդիմադիր դաշտից հնչում է հռետորական հարց իշխանությանը, ինչու իրենց հայտարարություններում չեն անդրադառնում Ռուսաստանի Դաշնության անվտանգության ծառայությանը։ Վախենում են։ Սրանք քանի որ այդ ռիսկը չունեն, ուղիղ ասելու են ռուս ԿՖՍԲ-ն մինչև հիմա որևէ սրբազանի հետ կապ է պահում, ասում է համագործակցում է օտար երկրների անվտանգության ծառայությունների հետ, օտար երկրները այդ որոնք են։ Քննարկման արդյունքում բարձրացվում է նաև մեկ այլ հարց, ինչու անվտանգության ծառայության հետ գործակցող ցանկացած անձ ավտոմատ ներկայացվում է որպես պետության համար վնասաբեր։ Այն մարդիկ, ովքեր դա բացասական բան են համարում, գիտեն արդյոք թե որ ուղղությամբ է գործակցել, իսկ եթե գործակցել է կոնկրետ հետախուզության ուղղությամբ, ապա այդ մարդը ԽՍՀՄ-ին կամ Հայաստանին օգուտ է բերել, թե վնաս։ Կարծում եմ այսպիսի տվյալներ հրապարակելուց առաջ անհրաժեշտ է ճիշտ տեղեկացնել հասարակությանը։ Եթե դա չի արվում, ապա այլ ոչ լեգիտիմ նպատակ է հետապնդում։ Մինչ ընդդիմությունը պնդում է, որ ազգային անվտանգության ծառայությունը կեղծ փաստաթուղթ հրապարակելով խայտառակում է կառույցին ու կասկածի տակ դնում դրա հեղինակությունը, իշխանական падգամավորները վստահեցնում են, որ հրապարակված նյութը արժանահավատ է եւ կոչ են անում վստահել ազգային անվտանգության ծառայության ներկայացրած տվյալներին։ Տոնտոնիկ չի կամ խաղ փոքրիկ խաղ չի եւ պետք է վերջո հարգանք ունենալ ազգային անվտանգության ծառայության նկատմամբ եւ հասկանալ, որ ազգային անվտանգության ծառայությունը եթե որևէ փաստաթուղթ հրապարակում, ուրեմն դա չի կարող լինել կեղծ։ ԱԱԾ-ին վստահելու հարցին անդրադառնալիս ընդդիմադիրներն էլ ասում են, արդեն իսկ հրապարակված փաստաթուղթը խաթարում է կառույցի հեղինակությունը, նույնիսկ այն դեպքում, եթե դրա բովանդակությունը համապատասխանում է իրականությանը։ Սեդամակարյան, Նորայր Հակոբյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։
Փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտնել է, որ ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի գործի վերաբերյալ դատաիրավական խնդիրները մինչև ամսվա վերջ կլուծվեն ու մոտ ապագայում նա կլինի ազատության մեջ։ Հիշեցնեմ, որ ըստ Միացյալ Նահանգների մաքսային և միգրացիայի ծառայության Ղուկասյանը 2022 թվականի փետրվարի 19-ին մտել է Միացյալ Նահանգներ, սակայն մուտքի պայմաններով նախատեսված ժամկետում երկիրը չլքելու պատճառով ենթարկվել է միգրացիոն ընթացակարգի։ Վերջին օրերին ամենակննարկվող թեմայի մասին, ինչու են տնտեսվարողները խուսափում վճարման անկանխիկ համակարգից։ Հարցը դաշտում հայտնվեց նախորդ շաբաթվա կառավարության նիստից հետո։ Փաշինյանը խոսեց մեկ խանութի մասին, սակայն հետո պարզվեց, որ խնդիրը համակարգային է, որը տարածվում է ընդհուպ պետական գերատեսչություններում։ Թեման Անահիտ Սարգսյանն է ուսումնասիրել։ Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց կանխիկ և անկանխիկ վճարումների հարցը, օրինակ բերելով, թե ինչպես են վարչապետի աշխատակազմից մտել խանութ և պարզել, որ նույն ապրանքը կանխիկ գնելու դեպքում այլ արժեք ունի, անկանխիկի դեպքում այլ։ Այս կանխիկի հարցը պետք է լուծենք։ Իսկ թե ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ արագ է պատասխան գտնում։ Փակեք այդ խանութը։ Տնտեսագետ Հայաստան խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը խանութներ փակելը կացնային և ոչ արդյունավետ եղանակ է համարում։ Դրա փոխարեն պետք է հասկանալ խնդրի պատճառները։ Առաջինը, որ իրականում փոքր բիզնեսի հարկային բեռնը բավականին բարձր եւ շատ դեպքում անտանելի, այսինքն եթե ամբողջությամբ շրջանառությունը ցույց տան հարկվեն, գիտեք այս տարվա հունվարի 1-ից շրջանառության հարկի դրույքաչափը փոքր բիզնեսի համար նաեւ առևտրի փոքր խանութների համար 9%-ից դարձավ 10%, այսինքն կրկնապատվեց։ Դեռ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտավ կանխիկի շրջանառության կրճատման փաթեթը։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն էլ հանրությանը հայտարարեց, որ կապ չունի կանխիկ եք վճարում, թե անկանխիկ։ Ապրանքների գինը տնտեսվարողի կողմից պիտի նույնը լինի։ Տնտեսվարողները երկու տարբերակ ունեն՝ կամ սնանկանալ, կամ խուսափել հարկերից։ Ըստ տնտեսագետի երկրորդ պատճառը բանկային համակարգում անկանխիկ շրջանառության համար չափից դուրս բարձր տոկոսադրույքի սահմանումն է։ Բանկային համակարգը պետք է այնպես կարգավորվի այդ պետական գործիքակազմով, որ անկանխիկի սպասարկման միջնորդավճարները, տոկոսները այսչափ բարձր չլինեն, ինչպես մեր երկրում են։ Կանխիկ վճարման դեպքում տնտեսվարողը միանգամից ստանում է իր գումարը եւ կարող է օգտագործել շրջանառության մեջ։ Իսկ անկանխիկի դեպքում պետք է սպասել 1 ամիս կամ ավելի։ Այդ 1 ամսից զատ գումարվում է ելի մի քանի, այսպես ասած, գումար փախցնողներ։ Այդ թվում բանկերը, որոնք եթե օրինակ քաղաքացին կամ հետադեք տնտեսվարողը, եթե վճարումը կատարել է, եթե կատարել է քարտով, օրինակ վիզա քարտով, առնվազն 2.5% այդ գումարից բանկերը տանելու են պրոցեսինգի համար։ Ինչ վերաբերում է վարչապետի այն հարցին, թե մեր ինչին է պետք կանխիկը, տնտեսագետը գնահատում է որպես թեմայի արհեստական սրում, ընդգծելով, որ իրական խնդիրն այլ հարթության մեջ է։ Խնդիրը այլտեղ է, խնդիրը այնտեղ, որ Հայաստանի Հանրապետություն կա հստակ բանկային մաֆիա, բառի բուն իմաստով։ Եվ այս բանկային մաֆիային անընդհատ տարատեսակ եղանակներով կառավարությունը փորձում է հարստացնել զարգացած երկրներում, Ճապոնիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Ամերիկայում հավասարապես պատտվում է եւ կանխիկը, եւ անկանխիկը։ Ինչի մասն է խոսքը։ Փորձագետների կարծիքով տնտեսության բնագավառում կայացված որոշումների մեծամասնությունը մեզ թելադրում են Համաշխարհային բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը, որոնք մեր գլխավոր վարկատուներն են, քանի որ Հայաստանը հայտնվել է ֆինանսական ստրկության մեջ։ Անահիտ Սարգսյան, Նոննա Գևորգյան, ABC Media։ Իդեպ քիչ առաջ մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի առանձին զրույցը։ Միջազգային լրահոսից Ֆլորիդայում Միացյալ Նահանգների պաշտոնյաների եւ Ռուսաստանի միջև բանակցություններից, նաեւ Միացյալ Նահանգների, Եվրոպայի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումներից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը եւ Դոնալդ Թրամփը խոսել են հեռախոսով եւ քննարկել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ջանքերը։ Սթարմերի գրասենյակը հայտնել է, որ նրանք անդրադարձել են այսպես կոչված կամավորների կոալիցիայի աշխատանքին, որը խոստացել է աջակցել Ուկրաինային։
Ադրբեջանն ու Թուրքիան կուսումնասիրեն ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման հնարավորությունը, հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յիլմազը։ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ տնտեսական գործակցության համատեղ կառավարական հանձնաժողովի 12-րդ նիստում։ Ջևդեթ Յիլմազը նշել է, որ դա կարտացոլվի միջկառավարական համատեղ հանձնաժողովի նոր գործողությունների ծրագրում։ Թուրքիայում 12-ամյա դպրոցականը հրացանով կրակել է դպրոցի տնօրենի վրա։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ կրակոցները տեղի են ունեցել Մերսին քաղաքի դպրոցներից մեկի բակում։ Տղամարդը լուրջ վնասվածքներ է ստացել, բայց ողջ է մնացել։ Տեղափոխել են հիվանդանոց։ Հարձակվողին ձերբակալել են, նրա դրդապատճառները դեռևս անհայտ են։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում, կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի ամփոփիչ թողարկումը եթերում կլինի ժամը 21-ին, հաջողություն։